Լուկասը երբ եք պատրաստ։ Բարև ձեզ, պարոն նախագահ, Քրիստինե, մեր ոդքասթի հերթական թողարկումն է։ Այսօր Աննա Գրիգորյանը բացակայում է, հայրենի կապանում է գտնվում։ Մեզ միացել է Քրիստինեն Վարդանյան։ Բարև ձեզ, ուրախ եմ, տեսնենք ինչ կստացվի։ Կարծում եմ հետաքրքիր քննարկում կստանանք եւ ես առաջարկում եմ այսօրվա մեր ոդքասթը նվիրենք նախորդ շաբաթ տեղի ունեցած մի կարևոր իրադարձության։ Խոսքը Ռուսաստանում Նիկոլ Փաշինյան Վլադիմիր Պուտին հանդիպման մասին է։ Իրականում բազմադրվակ է եւ մի քիչ էլ անսովոր տարօրինակ հանդիպում էր, պարոն նախագահ, որովհետեւ ոչ պրոտոկոլային էր։ Գոնե ես չեմ հիշում, որ նման այսպես հանդիպում տեղի ունեցած լինի երկու երկրների ղեկավարների միջև, Հայաստանի եւ Ռուսաստանի։ Փակ դռների ետևում չգիտեմ ինչ է լինում, դուք կարող եք մեզ պատմել փակ դռների ետևում ինչ է լինում, բայց սովորաբար պրոտոկոլային այսպես հանդիպումների ժամանակ ավելի դրականից են խոսում, թվեր են մեջ բերում, այո, ավելի կներեք, բայց անհետաքրքիր են սովորաբար լինում այդ հանդիպումները այսպես ժողովրդի համար, բայց բավականին բուռն էր այդ հանդիպումը, դրանից հետո տարբեր գնահատականներ հնչեցին։ Ես կարծում եմ, որ մեր հայրենակիցներին նաև հետաքրքրում է ձեր կարծիքը այդ հանդիպման հետ կապված, որպես նախկին նախագահ, մարդ, ով լավ ճանաչում է Վլադիմիր Պուտինին, ինչի մասին էր այդքան թեժ քննարկումը, հետո արդեն կարծում եմ նաև դրվագային կարող ենք անդրադառնալ բովանդակային առումով քննարկված հարցերին։ Դուք ինչ աչքերով նայեցիք այդ հանդիպմանը, ինչ հասկացաք, ինչ զգացիք։ Առաջինը սկսենք նրանից, թե ինչ նպատակ էր պնդում Հայաստանի վարչապետը Մոսկվա գնալուց, որովհետև ինքը խնդրեց հանդիպում, չէ՞։ Այո, իր նախաձեռնությամբ ինքը գնաց եւ համոզված եմ, որ նպատակը հետեւյալն էր, եւս մեկ անգամ պրոտոկոլային, այսպես ասենք, կենացային ինչ որ մի հանդիպում ունենալ, ցույց տալու համար, թե ինքը այն մարդն է, որին բոլորը ընդունում են, Ռուսաստանն է ընդունում, Եվրոպան է ընդունում, Միացյալ Նահանգներն են ընդունում, ինքը sense աշխարհակահաղական կենտրոնի հետ բարեհամբույր վերաբերմունքի մեջ է գտնվում։ Դա էր ուզում ցույց տալ։ Բայց այս անգամ այն ինչ որ ես տեսա, ուղղակի Ռուսաստանի համբերությունը կարելի ասել անվերջ չի եւ ըստ էության եղավ այն ինչ եղավ եւ ոչ իմիջիալուց այդքան խիստ ինքը հանդիպումը, ինչքան լուսաբանությունը այդ հանդիպման միջև այցը եւ այցից հետո։ Սա ուղղակի ազդակ էր, որ հերիք է կրուցիտներով աշխարհակահաղական ինչ որ ֆինդեր անել։ Ուղղակի սա էր, որ հերիքը մենք շատ լավ ենք հասկանում դու ինչ ես անում եւ այլևս սա ոչ չի անցնել։ Սա էր հիմնական մեսեջը, այն ինչ որ ես տեսա։ Իսկ կարա մեր հասարակության մեջ ընկալվի կամ ես նկատել եմ, որ իշխանությունները ոչ ուղիղ, բայց փորձում են նաեւ ժողովրդի մեջ տպավորություն թողել իրենց այսպես սատելիտ ուժերով կամ ճակերտավոր քաղաքագետներով եւ այլն, որ այդ տեսեք ինչ ուժեղ տղա է Պուտինի հետ ոնց է խոսում։ Ոնց էր խոսում։ Դե ասաց, որ բանը Հայաստանում ինտերնետը ազատ է։ Հա, հետո քաղբանտարկյալներ ժողովրդավարություն կա։ Ժողովրդավարություն կա։ Այո։ Չէ, ազատ խոսալու բան չկա, իր ներվային տիկերը ուղղակի ակնհայտ էին։ Ինչ էր։ Այդ հանդիպումը ուղղակի հետևյալի մասին էր։ Ռուսաստանը որպես գերպետություն ուղղակի ասել է, որ խնդիրներ մենք ունենք լրջագույն եւ այդ խնդիրները եթե շարունակվեն, ապա հետևանքները լինելու։ Բա որ Հայաստանի պես փոքր երկրի ղեկավարը Ռուսաստանի պես մեծ երկրի ղեկավարին ասում է, այ Ղարաբաղի հարցում դուք սխալ արեցիք, դրա համար հետո մենք մենակ դրանից հետո ճանաչեցինք, երկու անգամ դուք ասել եք դրանից հետո մենք ճանաչեցինք։ Այսինքն ճշմարտությունը ոնց որ Պուտինի առաջ դնող, էլի, փորձեմ սատանայի փաստաբանություն անել, բայց այս նարատիվներն է որ տարածում են։ Հիմա սա ինքնիշխանության դրսևորում է, թե չէ։ Այսպես ասենք, sense բանի հսկա պետության մոտ ակլորանալը
ուղղակի հարվածելու է քո սեփական երկրին եւ քո ժողովրդին։ Հա գինով է վճարում։ Նիկոլ Փաշինյանը 18 մինչև 20 թվականները ակլորացել է եւ Ադրբեջանի հետ հարաբերություններում եւ Թուրքիայի հետ հարաբերություններում։ Այսինքն այս հայտարարությունները գինի ժողովուրդն է վճարում։ Ես դաշ չեղավ, որ քաղաքականության մեջ ակլորանալը լավ բան չի։ Հատկապես եթե այդ ուժը ակլորանալու չունես։ Բայց եթե թույլ տաք մի հատ սահուն անցման այն, էլի մի հարցի, որը կարծում եմ շատ տենց նարատիվ է, որը շատ ուզում են տարածել մեր ժողովրդի մեջ, ինքնիշխանությունը ամենաշատ օգտագործված բառերից մեկն է։ Այս վարչախմբի պետությունը, երբ որ ինքնիշխան է, ինչ կարա իրան թույլ տա, ինչ չի։ Այդ Պուտինին չդիմավորելն է իշխանություն կամ գնալ ակլորանալն է, թե ուրիշ ձև է այդ ինքնիշխանությունը արտահայտվում։ Օրինակ, չգիտեմ, ձեր ժամանակ ոնց էր ինքնիշխան էինք մենք, ոնց էր արտահայտվում այդ ինքնիշխանությունը, եթե էինք։ Սա բարդույթի արտահայտություն է։ Այդ մարդու մոտ իսպար բացակայությունը հենց ինքնիշխանության արտահայտվում է անընդհատ այդ բառը օգտագործելով։ Սա կոմպլեքսի հաղթահարման ճանապարհ է։ Ավելի պրոբլեմային վիճակում, կախյալ վիճակում Հայաստանը երբեք չի եղել։ Կախյալումից։ Բոլորից։ Ռուսաստանից էլ։ Բոլորից։ Ռուսաստանից կախվածությունը հսկայական է, օբյեկտիվ կախվածություն։ Մյուսներից կախվածությունը նախաձեռնողական է Հայաստանի կողմից։ Այս մարդը այստի համեցեք է անում։ Ասում ես Միխայլով եմ նստած, արեք ինձ կառավարեք, ասեք ինչ անեմ, ոնց անեմ։ Անընդհատ կոնֆլիկտներ է ուզում ստեղծի աշխարհակահաղական, մտածելով թե այդ կոնֆլիկտների արանքում ինքը ինչ որ մի բան կշահի։ Իսկ կարող շատերից կախվածությունը անկախություն է բերում։ Նայեք, փոքր պետությունը չի կարող շատերից կախվածության չլինի, բայց այդ կախվածությունը վերջը անկախ ընդհանրապես անկախ երկիր չկա աշխարհում։ Բայց այդ թեզերը անընդհատ ինքնիշխանությունից խոսալը, կախվածությունը ինչ որ բան գիպերտրոֆիայի ենթարկելը, սա միայն խոսում է կոմպլեքսների մասին։ Այս մարդը չի հասկանում ինչ անել այս իրավիճակներում։ Անում է հիմարություններ, հետո սկսում է հետևանքների հետ պայքարել, հետո հերոսաբար հայտարարում է, որ ինքը միակ մարդն է, որը այս բարդ իրավիճակում կարող է ինչ որ քայլեր ձեռնարկել, որոնց հետևանքները ուղղակի պրոբլեմային են։ Ես կառաջարկեի նույնիսկ քանի որ Ռուսաստանի այցներ, ավելի շատ կենտրոնանալ հնարավոր հետևանքների վրա։ Պարոն նախագահ, ձեր թույլտվությամբ միջև հետևանքներին կենտրոնանալը ամբողջությամբ թեման սպառելու համար ես հիշում եմ, որ նաև կարծեմ ձեր գրքում եք դրա մասին պատմել, երբ որ 2003 կարծեմ կամ 2 թվականն է, ձեր եւ Պուտինի հանդիպման ժամանակ Պուտինը ձեզ ասում է, որ Ռաուեսին թույլ չեք տվել մասնակցի բաշխիչ ցանցերի գնման գործընթացին եւ ըստ էության մեղադրում է Հայաստանին բրիտանացիներին վաճառելու համար բաշխիչ ցանցերը։ Իդեպ շատերը գիտեն, որ մեղադրանքներից մեկը, որ հնչում է նաև ձեր հասցեին, ասում են ամեն ինչ տվեցիք ռուսներին, ցանցերը տվեցիք ռուսներին, գազը, չգիտեմ ինչ, ենթակառուցվածքներ եւ այլն, անդադ այդ մեղադրանքները կա, շատերը չգիտեն կամ շատերը մանիպուլացնում են, որ բաշխիչ ցանցերը օրինակ ոչ թե ռուսներին է վաճառվել, այլ բրիտանացիներին է։ Բրիտանական վաճառվել։ Ձեր գրքից հիշում եմ, որ այդ զրույցի ժամանակ մեղադրանք է հնչում ըստ էության ձեր հասցեին, թե ինչի Ռաուեսին թույլ չեք տվել մասնակցել սեփականաշնորհման գործընթացին։ Կպատմեք մեզ այդ բանակցությունը ոնց հավարտվեց, որը չհավարտվեց կոնֆլիկտով։ Հիմա դուք ինձ հետ եք տանում։ Ես ես հետ եմ տանում։ Ավելի լավ է այսօրվա օրից խոսանք։ Ես ես օրինակի վրա, պարոն նախագահ, ես ես օրինակի վրա, քանի որ նաև ձեր հասցեին կա մեղադրանք եւ առհասարակ նախկին իշխանությունների հասցեին այդպես մեղադրանք կա, որ այ դուք ռուսների հետ հարաբերվել եք, իրենք որպես ծայրագավառ են ընկալել Հայաստանի Հանրապետություն ծայրագավառ են ընկալել, միշտ մոտեցել են այդ իրենց կայսերական մոտեցումներով, այդպես են վերաբերվել Հայաստանի Հանրապետությանը։ Ես այս դրվագով մենք ուզում եմ հիշեցնենք նաև մեր ժողովրդին կամ շատերին, հատկապես երիտասարդներին ներկայացնենք, թե իրականում ինչպես է պահում իրան երկրի ղեկավարը նման իրավիճակներում։ Կարծեմ տեղեկանքները ԱԳՆ-ն է տվել Պուտինին եւ դուք բացատրել եք, թե իրականում որն է,
հիստերիկանալու փոխարեն։ Խնդրում եմ այս դրվագը պատմեք եւ ոնց որոշեցիք այդ։ Ես կանեի թո գիրքը կարդան այդ ուղղակի այդ գլուխը կարդան, կարծում եմ իսկապես հետաքրքիր կլինի, բայց սխալ տեղեկանք կար, այդ սխալ տեղեկանքը ես ուղղակի ուղեցի։ Ասացի մի հատ խոսանք տեսնենք, այդպեսի առաջարկ եղել է թե չէ եւ մեր նախաձեռնությունն էր, թե հենց Ռաուիեսն էր, որ հետաքրքրություն չցուցաբերեց։ Ձեզ միանգամից հավատաց ոնց ընթացավ։ Չէ, մենք մտանք իր գրասենյակը, ինքը սեղմեց, ասեց միացրեցին Չուբայսի հետ եւ ուղղակի հարցրեց, ասեց որ իմ մոտ նստած է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, դուք հետաքրքրություն ունեցել եք թե չէ։ Նա ասաց չէ, մենք իսկապես մենք հետաքրքրություն չունենք եւ Չուբայսը իրականությունը ասեց այսինքն։ Այո, ասեց այո, մենք նաեւ այդ առաջարկ ունեինք եւ մենք որոշեցինք եւ հետաքրքրություն չունենք Հայաստանի բաշխիչ ցանցերի նկատմամբ։ Ես դրա մասին գրեցի միայն գրքում, ես ոչ հայտարարություններ եմ արել, ոչ դրա վրա PR եմ փորձեմ անել եւ ամենից վատը երբ նման կարգի հանդիպումներից հետո դու փորձում ես դրա վրա PR անել կամ դրանից ինչ որ բան քաղել, որտեղ դա վստահության ուղղակի վստահությունը քանդում է։ Մի այդպիսի բան արեց Մակրոնը, չէ, Պուտինի հետ։ Առանց զգուշացնելու որ նկարահանվում է այդ հեռախոսազրույցը եւ ինքը կապվել է Ռուսաստանի նախագահի հետ, կողքին կամերայով նկարում էին եւ չի զգուշացրել Պուտինին, որ սա բաց կապով ենք խոսում եւ լարագրողները լսում էին, հետո է Պուտինը իմացել այդ հաղորդումը նայելուց։ Մակրոնը հայտնի է այդպես դրվագներով։ Հա, բայց դա վստահությունը ուղղակի քանդելու ճանապարհ է։ Հետո ոնց սկսեցիք աշխատել, որովհետև մարդիկ գիտեն, որ շատ ամուր հարաբերություններ են եղել, ոչ միայն միջանձնային հարաբերություններ են եղել ձեր եւ Պուտինի մեջ։ Նկատում ոնց եք կարողացել կառուցել այդ հարաբերությունները մնալով ինքնիշխան եւ չտրվելով ազնական հարաբերությունները ոնց է կառուցում մարդու հետ։ Եթե մարդու հետ ճիշտ ես քեզ պահում, եթե մարդու հետ դու կոպիտ ասած չես գցում, չես խաբում, 5 անգամ կարծիքը չես փոխում, ցույց ես տալիս, որ դու կայուն պայմանավորությունները կատարող կոշտ բանակցող ես քո շահերի համար, քո երկրի շահերի համար, բայց եթե մի բանի շուրջ պայմանավորվել եք, վերջ։ Նույնը ես արել եմ ֆրանսիացիների հետ, Ժակ Շիրակի հետ, նույնը արել եմ Միացյալ Նահանգների հետ, եւ այդ տեսանկյունից ազնական հարաբերությունները բոլորի հետ ուղղակի փայլուն մակարդակի վրա է։ Իսկ պետական շահը չի կարող գերակշռել անձնական լավ հարաբերություններին։ Դու պետական շահերի հետևից ես գնում, բայց երբ որ տեսնում եմ, որ դու ոչ թե անձնական շահերով ես շարժվում, քո պետական շահերով ես շարժվում եւ այս ամենը արվում է ասենց վստահության մթնոլորտ ձևավորելու ճանապարհով, այս երկու բանը իրար հանդիպում են, երկու անգամանք, պետական շահը, քո անձնական որակները եւ եթե դա համընկնում է նաև մյուս կողմի կեցվածքին, ուղղակի sense մի բան է դառնում, ինչ որ ուրիշ քիմիա է դառնում հարաբերություններում։ Ես Ռուսաստանի նախագահի հետ այս տարիների ընթացքում բավական երկար ենք շփում եւ դրանից հետո ենք ակտիվ շփումները շարունակել։ Երբեք չի եղել գոնե մեկ կետ, որը կարող էր բերել ինչ որ անվստահության։ Որ իրար խափեք։ Չի խափելու բան չկար։ Միջպետական հարաբերություններում սուտը անմիջապես բացահայտվում է։ Սուտը երկար կյանք չի կարող ունենալ։ Այլ հարց է, որ եթե տեսնում են, որ մարդ ստող է, հասկանում են, որ սուտ է, ասում են, լավ, սրա հետ ազնիվ հարաբերություններ հնարավոր չի կառուցել, լսում են ինչ որ պրոտոկոլային, այսպես ասենք, խոսակցություն են ունենանում, բայց այսպես կոպիտ ասած մատը ծալած պահում են։ Մատը ծալած պահել նշանակում է, որ այս մարդին ոչ մի ասացին, չի կարելի հավատալ, ամեն ինչ պետք է ստուգել, եւ երբ որ կൂട്ടակային, sense կումուլատիվ գալիս է ինչ որ մի ցավալ, հետո այդ ցավալը ուղղակի բան անում, պայթում է։ Այն ինչ որ եղավ հիմա։ Որս անցյալի մասը եզրափակենք, անցնենք արդեն ապագային, ես ընդհանրապես մի հարց էստեղ։ Եթե ձեր օրոք, եթե որևէ երկրի, անգամ գերտերության ղեկավար հնչեցներ հայտարարություն, որը կարող է ձեր դուրը չգար, մեր անվտանգային համակարգի, Արցախի, Հայաստանի, դա ձեր համար ազդակ կլիներ, որ վերջ դուք այդտեղ օգնություն չունեք, ավարտվել այդ հարցը, թե
որ պետքա բացատրել, պետքա ագնային, եթե պետքա հայտարարություն անել, եթե պետքա հակադարձել։ Ես գալիս եմ այն դրվագին, որ այդ ինչ ինքնիշխանության դրսևորում է, որ ասում են օրինակ, չգիտեմ, Ռուսաստանի նախագահը կլինի ԱՄՆ-ի այս հարցով այս ինչ դիրքորոշումն է ասել, այդ դրա համար էլ մենք գնացել ենք այդ նույնը ասել ենք։ Եթե ձեր մոտ լիներ այս դրվագ, ո՞նց պիտի վարվի Հայաստանի ղեկավարը։ Ասենք գերտերության ղեկավարը անում է հայտարարություն, որը մեզ դուր չի գալիս։ Այս թեման առնվազն քննարկվում է մի 3 տարի։ Ավելի երկար։ 20 թվականից հետո այս թեման քննարկվում է։ 23 թվականից հետո թեժա քննարկվում։ Պրոբլեմը նրա մեջ է, որ Նիկոլ Փաշինյանը իր սխալները փորձում է գցել Ռուսաստանի նախագահի գրպան։ Եվ սա նոր թեմա չէր։ Անընդհատ սա շարունակվում է եւ եթե ինքն էլ դա չի ասում, ապա խորհրդարանի նախագահան, այլ պաշտոնյաները անընդհատ այդ թեման քննարկում են մեկ պատճառով՝ ներսում մեր ժողովրդի համոզել, որ իրենք չեն մեղավորը պատերազմում պարտվելու, իրենք չեն մեղավորը Ղարաբաղը ամբողջությամբ կորցնելու մեջ, ամեղավոր Ռուսաստան։ Մենք սա տեսնում ենք, չէ, ինչ կա, չկա, ինչ խնդիրներ են իրենք ունեն, մեղավորները ուրիշ են։ Հիմա մեղքը գցում է Ռուսաստանի վրա։ Երևի մտածելով, որ ռուսները դա չեն հետևում, ռուսները դրա մասին չգիտեն, ես չգիտեմ ոնց։ Դու եթե ներքին սպառման համար թեմաներ ես քննարկում եւ այդ թեման ուղղակի կպնում է այլ երկրի, հատկապես գերպետության շահերին, դու պետք է մտածես, որ մենակ քո ընտրազանգվածը չի քեզ լսում։ Քեզ լսում են նաև ուրիշները։ Սա ուղղակի անպարկեշտության ինչ-որ դրսևորում է։ Որտե իսկապես փորձում է Ռուսաստանի գրպանը գցել այն, ինչ կատարվել է ուղիղ Նիկոլ Փաշինյանի մեղքով։ Շատ լավ, շարունակելով թեման, ավելի կոնկրետացնելով, ինչ ասում Նիկոլ Փաշինյանը։ Իդեպ հետաքրքիր է, որ միջև այս հանդիպումը իրենք տարածում էին, որ Արցախը նախկիններն են հանձնել, չէ՞։ Դա հիմնական քարոզչական թեզն էր իշխանությունների։ Արցախը հանձնել են նախկին իշխանությունները։ Այս հանդիպումից հետո պարզվեց, որ Պուտինն է հանձնել իրականում Արցախը։ Հիմա ինչ ասում Նիկոլ Փաշինյանը։ Ասում է դուք Վլադիմիր Վլադիմիրիչ, Արցախը ճանաչել եք Ադրբեջանի կազմում, դրա համար ես էլ եմ ճանաչել։ Որևէ երկիր Արցախի անկախությունը չէր ճանաչել։ Արցախը ինքնորոշման ճանապարհին էր։ Իրեն համար ինքնորոշված, Հայաստանի համար ինքնորոշված, բայց այդ ինքնորոշումը ճանաչելու ճանապարհին են գտնվում։ Եվ բոլոր երկրներում այդ ճանապարհը երկար է։ Կարող է տասնյակ տարիներ սա տևի։ Եվ ինչ է նշանակում դու ճանաչել ես Ռուսաստանը եւ Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները կասկածի տակ չէին դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ոչի միշտ խնդիրը հետեւյալի մեջ է, դու ճանաչում ես տարածքային ամբողջականությունը, բայց իրենք Մինսկի խմբի համանախագահ լինելով եւ մադրիդյան սկզբունքները ընդունելով իրենք ճանաչում էին Ղարաբաղի, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Ըստ էության սա այս process-ի մեջ էր։ Եվ ասել, որ դու ճանաչել ես դրա համար ես եմ ճանաչել։ Հետաքրքիր ինքնիշխանություն է, հա։ Դա ինքնիշխանություն։ Հետաքրքիր չէ։ Սա լրի աբսուրդային վիճակ է։ Այդ աբսուրդային վիճակը ասենց հերթական կրուծիտների ճանապարհով սեփական մեղքերը ինչ որ ուրիշների գրպանը գցելն է։ Ուրիշ բան չկա։ Այդ նույնը կարա ասենք ինքը Մակրոնի վերաբերյալ։ Մակրոնը չի ճանաչել կամ Ֆրանսիան չէր ճանաչում Ադրբեջանի անկախություն։ Ո՞նց չէր ճանաչում։ Տարածքային ամբողջականություն։ Հա, տարածքային ամբողջականությունը ճանաչում էր։ Մոդելը հետևյալն էր։ Բոլոր այդ երկրները ճանաչում էին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց բոլոր այդ երկրները ճանաչում էին Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, եւ եթե դու կարդում ես մադրիդյան սկզբունքները, դա հենց դրա արտահայտությունն է։ Երկու սկզբունք իրար զուգահեռ։ Եվ ենթադրվում էր, որ հանրաքվեով կլներ վերջնական ակորդը, այսպես ասենք, անկախության ճանաչման վերջնական ակորդը պետք է լիներ։ Դե փաստենա, որ Նիկոլ Փաշինյանը միակ ղեկավարն է աշխարհի, որ քառակուսի կիլոմետրերով ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ոչ մեկը իմիջիալոց իրենց քառակուսի կիլոմետրով չէին ճանաչում։ Տենց բան չկա իրականում աշխարհում։ Ես ասեմ հարցը որն է։ Ինքը ինչ մեսիջ է տալիս
հայ ժողովրդին։ Հայ ժողովրդի համար Արցախյան հարցում ունեցած դերակատարության առումով ամերիկացիները եւ ֆրանսիացիները նույնը չեն ինչ ռուսները։ Ինքը ինչա փորձում դրանով, ինչ ուղերձա փորձում հասարակության ուղղել։ Ինքը ասում է, ռուսները մեզ գցեցին, ծախեցին, մեզնից ձեռք հաշեցին։ Մենակ մնացինք, Ես մենակ մնացի, ես մենակով փոքր Հայաստանի Հանրապետություն ինչ պետք է աներ, ու ստիպված այդ իրավիճակում ճանաչել եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հիմա էլ փորձում եմ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ուղիղ հարաբերություններով կարգավորել իրավիճակը։ Ինքը այդ մեսիջն է տալիս հասարակությանը։ Ինքը շատ լավ հասկանում է ինչ է արել։ Ագնեսա, ինձ չի հետաքրքրում ինքը ինչ մեսիջ է տալիս։ Որովհետեւ այդ մեսիջը, որ ինքը տալիս է, ուղղակի абսուրդի ժանրից է։ Ռուսաստանի միջնորդությամբ պատերազմը կանգնեցվել է։ Ռուսաստանը առանց ՄԱԿ-ի որոշման, առանց անվտանգության խորհրդի ՄԱԿ-ի ինչ որ ռեզոլյուցիայի Իլհամ Ալիևին համոզել է եւ զորք է տեղադրել խաղապահ, զորք է տեղադրել Ղարաբաղում։ Կարգավիճակը թողնելով ապագային։ Կարգավիճակ այո թողնելով ապագային։ Դրանից ավել, էլ դու ինչ մենակ ես։ Դու պատերազմում պարտվում ես պրոբլեմների մեջ խրված։ Քեզ մեկ անգամ հոկտեմբերի 18-ին թե 19-ին առաջարկել են խաղաղություն, դու ինքդ մերժել ես, ասել ես կռվելու ենք։ Դրանից հետո հայտարարակ պարտվելու այսպես վերջնակետ ունենալու համար Ռուսաստանը միջամտել է, համոզել է, ճնշում է գործադրել անկասկած Ադրբեջանի վրա, տեղադրել է խաղապահ ուժեր։ Դու կարող ես ասել ես մենակ եմ, ինձ մենակ են թողել։ Դու ընդհանրապես դա պետք է գնահատեիր եւ աներ ամեն ինչ, որ այդ նոյեմբերի 9-ի Ստատուս քվոն պահպանվեր։ հայտարարության ստատուս քվո պահվեր։ Պետք է աներ ամեն ինչ։ Ինքը արել է ամեն ինչ, որ այդ ստատուս քվոն խախտվի։ Ու իդեպ այդ հայտարարությունը ոչ մի խորհրդարաններով հաստատված չէր։ Կրկնեմ, ՄԱԿ-ի ռեզոլյուցիայով ամրագրված չէր։ Ամբողջությամբ այդ հայտարարությունը Ռուսաստանի նախագահի կամքի դրսևորումներ Ղարաբաղը փրկելու համար։ Եվ ինքը գնաց եւ քանդեց այդ կոնստրուկցիան։ Հետո ասում է խաղապահ ուժերն այնտեղ բահեին։ Խաղապահ ուժերը այդ մանդատը չունեին։ Ունեին այնքան ժամանակ, ինչքան, այսպես ասենք, Հայաստանն էլ կողմեր այդ process-ի։ Հիմա երրակողմ հայտարարությունից ըստ էության Հայաստանը դուրս է եկել, ճանաչելով Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, Ռուսաստանի նախագահը սա էր ասում։ Ու Ղարաբաղի հարցը դարձել է ներքին հարց։ Անցած անգամ մենք խոսացել ենք։ Եվ ավտոմատ Ղարաբաղի զինված ուժերը դարձել են աբեկչական ոչ օրինական, այսպես ասենք, զինված ուժեր, եւ Ղարաբաղը դարձել է սեպարատիստական շարժում, այլ ոչ թե ինքնորոշվող ժողովուրդ, Ղարաբաղ ժողովուրդ։ Հիմա սա այդ կոնստրուկցիան սա է, մենք սա նաեւ այստեղ մենք քննարկել ենք։ Բայց ես կարծում եմ, որ եթե անգամ չխոսենք, հայ ժողովուրդը շատ լավ հասկացել է տնտեսական մասը եւ տնտեսական հետևանքները այն հայտարարությունների, որ հնչեցին, եւ այն քայլերի, որ հնարավոր է, որ տեղի ունենան։ Այստեղ համաձայն չեմ։ Այստեղ իսկապես պետք է ջանքեր գործադրել մարդկանց բացատրելու համար, թե ինչ կարգի հետևանքներ կարող են լինել։ Այո, խոսքը ԵԱՏՄ-ի եւ Եվրամիության անհամատեղելիության մասին է։ Բարբերաբար դրա մասին խոսում էին նաեւ այլ պաշտոնյաներ բարձրաստիճան Ռուսաստանի եւ միևնույն է մեր իշխանությունները ասում են, որ մեկը մյուսին չի խանգարում, մենք դեռ չենք մտել Եվրամիություն, երբ որ կմտնենք ԵԱՏՄ-ից դուրս կգանք, եւ երբ որ այդ որոշումը կայացնենք, այդ որոշման մասին ձեզ կհայտնենք։ Հիմա շատ հստակ ասվում է, որ ինչ որ մի կետ է լինելու, երբ որ այս վերաբերմունքը ըստ էության երկու լարի վրա խաղալու այլևս չի անցնելու։ Եվ նաեւ շատ ինձ համար շատ կարևոր էր եւ շատ այսպես վտանգավոր էր գազի գնի մասին, վտանգավոր հետևանքների առումով գազի գնի բարձրաձայնումը, թե դա որքանով է վաճառվում Եվրոպային եւ որքանով է վաճառվում Հայաստանի Հանրապետությանը։ Մի քանի անգամ ավելի թանկ եւ առհասարակ այսօր գազի ճգնաժամ կա
եվրոպական բոլոր երկրներում, այսինքն բոլորը այդ կախվածության մեջ են եւ մենք ինչ որ անհասկանալի այսպես արկածախնդրությամբ մեզ հայտնի չի թե որտեղ ենք փորձում նետել անհեռանկար անդամակցության հետևից գնալով մենք փաստորեն կարող ենք կորցնել հողի վրա ունեցած մեր բոլոր ռեալ այսպես հնարավորությունները այն ինչ որ մենք այսօր ունենք այս մասով ինչպիսին են ձեր կանխատեսումները Ընդհանրապես այն ձևակերպումը, որը Հայաստանը տալիս է, վիրավորական է Ռուսաստանի համար։ Ես բազմաթիվ ընկերներ ունեմ Ռուսաստանում եւ ասեմ վիրավորականը հետեւյալ կերպ։ Մենք գնում ենք դեպի Եվրոպա, որը իրատեսական որևէ հիմքեր չունի, բայց գնում ենք դեպի Եվրոպա։ Դուք դեռ սպասեք։ Դուք էլ սենց էլ երբ որ հարմար կլինի մեզ համար, այն ժամանակ մենք այդ որոշումը կայացնենք։ Հասկանում ենք, որ համատեղելի չի ԵԱՏՄ-ն եւ Եվրոմիությունը, հասկանում ենք, որ մի պահ դուրս են գալու, բայց դուք դե մնացեք ոնց որ զապասկա եք, էլի։ Սենց երբ որ մենք սենց որոշենք այն ժամանակ դուրս կգանք։ Ես կառաջարկեի, որ իմ ժողովուրդը հետեւյալ բան մոդելը մի հատ փորձի պատկերավոր ինչ որ իրեն համար է սենց ստեղծել այդ մոդելավորում անել։ Դու փոքր բիզնեսի տեր ես եւ քո բիզնեսը ուղղակի սենց 90%-ով կախված է մի խոշոր բիզնեսի հետ, որը քեզանից մի 50 անգամ ավելի մեծ է։ Իմ ասեմ 50, որտեղ Հայաստան, Ռուսաստան սենց 50-100 անգամի տարբերություն է տալիս։ Եվ դու այդ քո պարտներական բիզնես կապերը միշտ այդ խոշոր բիզնեսին ասում ես դե գիտես ես հիմա քո հետ համագործակցում եմ այնքանով ինչքանով բայց հենց հարմար մի ուրիշ պարտներ գտնեմ ես քո մոտից բան եմ անել դուրս եմ գալ եւ անաթած հենց հրաապարակային դու դրա մասին խոսում ես այդ խոշոր բիզնեսին չանելը մի օր ասելու այ մարդ ես դու ով ես ինքնա խզելու կապերը քո հետ ասելու գնա ու ուզում ես փնտրի ես քո համար բան զապասկա չեմ զուտ մարդկային նաեւ հարաբերությունների տեսանկյունից սա վիրավորական է։ Եթե նույնիսկ դու մտածում ես այդպես, դու ամեն քայլափոխին դրա մասին չպիտի խոսաս։ Կարող է գալ մի պահ, երբ դու որոշես, որ այլ տարբերակը ավելի հետաքրքիր է, բայց հարաբերությունները ազնիվ պետք է լինեն։ Մոտարապես նույնը կատարվում է այսօր, ոչ թե մոտարապես, հենց նույնը կատարվում է այսօր Ռուսաստանի հետ։ Եվ վերջերս մի երկու օր առաջ մի պաշտոնյա ինչ ասեց, մենք ընդհանրապես դուրս կգանք ԵԱՏՄ-ից։ Այո, ասում է գազի գինը թանկացնեն։ Ով ասած քիչեմ էլի շում։ Հա, որ Կարևոր չի ով ասա։ Գազի գինը դուրս թանկացնեն։ կգանք ԵԱՏՄ-ից դուրս Հետաքրքիր պաշտոնյա այս օրերին շատ հետաքրքիր հայտարարություններ արել, պետք է Հիմա անենք։ ես կառաջարկեմ հետևյալը, ուղղակի մի հատ հասկանալ։ Այդ ԵԱՏՄ-ից դուրս գալը ասենց ումա ցավացնելու։ Դա ասում է ռուսներին էլ է ցավացնելու։ Լավ, նայենք։ Մենք իդեպ դրա մասին այստեղ խոսացել ենք։ Հայաստանի արտաքին առևտրի 35%-ը պաշտոնական, 35-ից 40%-ը Ռուսաստանն է։ Բայց եթե այդ զուգահեռ էքսպորտ իմպորտի այդ բաները ամբողջ օպերացիաները, եթե մենք հաշվի առնենք, իրականում մոտարապես 60%-ն է Ռուսաստանը։ Երբ որ Դուբայից ապրանքը գալիս աստես, տեղից գնում է այսպես սանկցիաները շրջանցելու ճանապարհով, իրական պատկերը շատ ավելի ուրիշ է։ Հիմա նայենք, իսկ Ռուսաստանի արտաքին առևտրի ցավանի մեջ ինչ տոկոս է կազմում Հայաստանը։ Գիտեք ինչ տոկոս է կազմում։ Փոքր։ Ինչ մոտավորապես sense մի հատ լարեք էլի 2-3 4 0.3% եղել 22 թվականին միջև ռուս-ուկրաինական պատերազմը։ Հիմա մոտավորապես 0.5-0.7%։ Սա այն տոկոսն է, որ Ռուսաստանը ոչ ոք չի նկատելու։ Հասկանում եք, sense լրիվ խզում ես կապերը, Ռուսաստանը ոչ ոք չի նկատելու ընդհանրապես, որ ինչ որ եղել է այսպիսի ծավալների արտաքին առևտուր։ Հայաստանում դա լինելու է կոլապս բոլորի համար։ Հայաստանի բնակչության 80%-ը առնվազն այս կամ այն ծավալի կախվածություն ունի բարեկեցություն այդ 80%-ի Ռուսաստանի հետ հարաբերություններից։ Եվ ես կրկնեմ միտքը,
չի կարող երկրի կառավարությունը եւ առաջի դեմքը վարել արտաքին քաղաքականություն, որը հակառակ է երկրի տնտեսական շահերի։ Սա ուղղակի հարվածել ժողովրդի բարեկեցությանը։ Բայց մինչև տնտեսական շահերին գալը ԵՄ գնալու էս միֆը երկու կոմպոնենտ ունի, էլի։ Մեկը ոնց որ արդիականացման կենտրոնն է ԵՄ-ն, նայեք մենք գնում ենք ԵՄ, որ արդիականանանք, մի օր մեր տնտեսությունն էլ այդ ստանդարտներին կամապատասխանի, դա վատ իդեալ է արդյոք, եւ երկրորդը ժողովրդավարացման ավելի որ մեկ-մեկ sense հեգնակով դա որ միության անդամ կուզենք լինել ԵՄ թե ԵԱՏՄ, հələ մի հատ նայեք, էլի sense հեգնակով։ Բայց այս մի քիչ հակադրությունը կեղծ չի իրականում։ Իմ մոտ տպավորությունն է, որ մենք գնում ենք, վազում ենք միտեղ, որտեղից աշխարհը հետ է գալիս։ Հիմա արդյոք ամենագրավիչը ԵՄ շուկան է, տնտեսական առումով նույն։ BRICS կա, մենք նախընտրական ծրագրում ենք դրա մասին խոսել, կարող է ավելի շատ մեզ ավելի համապատասխանող ու շահեկանա այդ շուկան ու դրա մասին պիտի մտածենք։ Այսինքն այս մոդան մոդայով գնալը այն էլ որ մոդան անցել է արդեն ինչ է մեզ տալու։ Շատ առարկայական է հենց տնտեսական կապերը։ Ես կրկնեմ ուղղակի այս միտքը, չեմ հոգնելու, սա կրկնելու։ Չի կարող երկրի արտաքին քաղաքականությունը հակառակվի երկրի տնտեսական շահերին։ Սա ուղղակի հարված է ժողովրդի բարեկեցությանը։ Մարդ, որը մտածում է Հայաստանի Հանրապետության մասին եւ մեր ժողովրդի մասին, չի կարող այդպիսի քաղաքականություն վարել։ Հիմա ես շատ པարզ օրինակներով սա բերեմ։ Այդ արժեքային համակարգի մասին խոսենք, բայց ես ուզում եմ այնուամենայնիվ տնտեսականը sense հասցնել միջև մի կետի, որը հասկանալի լինի ժողովրդի համար։ Մեր ամբողջ գյուղատնտեսությունը, օրինակ դուք գիտեք, քանի տոկոսն է գյուղատնտեսական արտադրանքի գնում Եվրոմիություն։ Ենթադրում 0-ի մոտ թիվ է, այո։ 0-ի մոտ թիվ պետք է լինի։ 0-ի մոտ, ճիշտ է։ 1%-ից ավելի քիչ։ Վերամշակվող արտադրությունը, արտադրության օրինակ ապրանքները, օրինակ գինին, մոտավորապես 3%, 3-ից 5%։ Կոնյակի արտադրությունը, մոտավորապես 3%։ Ես այս ամենը ուսումնասիրել եմ դեռ 1.5-2 տարի առաջ, մի քանի օր առաջ փորձեցի թարմացնել, բան չի փոխվել։ Հիմա բոլոր այն մարդիկ, որոնք այս կամ այն կերպ կապված են կոնյակի արտադրության հետ, գինու արտադրության հետ, որոնք ունեն ջերմոցներ, եւ այդ ջերմոցներում աճեցրած ապրանքը 100%-ով գնում է Ռուսաստան։ Օրինակ լիքը ջերմոցներ կա ծաղիկ են, չէ՞։ Ընդամենը 1%-ից ավելի քիչն է գնում Եվրոպա։ Մեկ-մեկ չի գնում ընդհանրապես։ Այս մարդիկ պետք է հասկանան, որ մեկ օր, ասենց եթե բանը փեդը վերցրած արջին բզում են, այդ արջը կարա այնպես հարվածի, որ բոլոր ամբողջ քո երկիրը ուղղակի կաղնի մի կոլապսի առջև։ Այս վիճակն է։ Դե մենակ գազը գինը հերիք չի։ Ինչ են անելու այդ մարդիկ, եթե հանկարծ Ռուսաստանը ուղղակի իր քաղաքականությունը փոխվի եւ վերաբերմունքը փոխվի Հայաստանի նկատմամբ։ Ինչ են անելու այդ մարդիկ։ Իրենք ամեն մեկը պիտի հաշվի առնի, թե ինքը ինչ կարգի վարկերի տակ է, ջերմոց կառուցելուց ինչ հարաբերությունների բանկերի հետ եւ ինչ հետևանքներ է կարող ունենալ։ Ես վերջերս Մոսկվայում էի եւ Մոսկվայից Երևան թռնելուց ինքնաթիռում իմ հետ նստած էր մի երիտասարդ։ Ինքը փորձում էր շոֆել, մի քիչ շփվեցինք հենց թռիչքի ժամանակ։ Ասում է անհանգիստ եմ, կարող է այս վիճակը ավելի բանան է, ավելի խորանա։ Այո։ Ասում եմ, այո, այն ինչ որ ես տեսնում եմ, ավելի է խորանալու։ Հարցրեցի, թե ինչի ես անհանգիստ։ Ասում է, ջերմոց եմ սարքել, վարկեր եմ վերցրել, ծաղիկ ենք բերում, Ռուսաստանում վաճառում։ Անցած տարի 2 ամսը որ փակեցիք, սնանկացման եզրին էինք։ Ասի, իսկ եթե 6 ամսով փակեն, ինչ էս լինելու։ Ասեց, լրիվ սնանկանալու եմ, անհանգիստ եմ, ինչ է լինելու։ Հենց խոսացինք բավական երևի մի քիչ ժամ, քննարկում էինք այդ հարցը։ Ես զգացի մարդու մեջ անհանգստությունը, թե ինչ օրում է ինքը հայտնվելու, եթե այս քաղաքականությունը շարունակվի։ Հազարավոր մարդիկ այս վիճակում են։ Լոլիկը ուր է ստանելու։ Անկամ ԿՊ-ական բիզնեսմեններն են հասկանում այս հարաբերությունների փչացման գինը, որ իրենք են վճարելու։ Ինչ ենք ասում մենք։ Մենք չենք ասում Եվրոպայի հետ ճշնամանանք։ Հակառակը։ Եթե հիշում եք, նաև մեր քննարկման ժամանակ էր ես ինչ էի ասում։
Մենք փող ենք աշխատում Ռուսաստանի հետ հարաբերությունների ընթացքում եւ այդ հարաբերությունների շնորհիվ։ Սիրում ենք Եվրոպա։ Okay։ Մենք փող աշխատենք այդ հարաբերություններում, չփչացնենք, այդ աշխատած փողը գնա Իտալիայում ծախսի։ Իսկ եթե դա նշանակում է, որ մենք ազատ վիզա չենք ունենա, հարաբերությունները կվատանա։ Որևէ խնդիր չկա ազատ վիզաների process-ի քննարկումը սկսել ենք դեռ իմ ժամանակ եւ սա չի կարող իրար հակադրել։ Դե ես պիտի ասենք մարդկանց, որ դու կարող ես փող աշխատել ու ավելի հեշտ Պատգամավոր եք, ասեք։ Աստ ձերը։ Ես պատգամավոր չեմ։ Պիտի ասեք։ Ես պատգամավոր չեմ, բայց ամբողջ իմաստը դրա մեջ է, որ դու մի հակադրեք մեկը մյուսին։ Այս այսօր խնդրեմը նաև հետևյալի մեջ է։ Եվրոպան ինքը Եվրոմիությունը թշնամի է համարում Ռուսաստանին։ Եվ ուղղակի հայտարարում են, որ այս պատերազմի լինելու եւ այլ այդ թշնամությունը Ռուսաստանը չի հրահարում։ Եվրոպան է հրաժարվել ռուսական գազից, ռուսական նավթից։ Այդ լարվածությունը ավելի շատ Եվրոպայի կողմից է գալիս դեպի Ռուսաստան պայմանավորված Ուկրաինայի իրադարձությունների հետ։ Մենք ինչ ենք ասում, մի մտեք այդ թշնամանքի արանքը, մի հայտնվեք տեղ։ Շարունակեք փող աշխատել Ռուսաստանի հետ, ձեր հարաբերություններում։ Սիրում ես Եվրոպա, հա ես էլ եմ սիրում Հունաստանը։ Մի թշնաման, մի մտեք արանք, մոտ 200,000 մարդ արտագնյա աշխատանքներ են գնում ամեն տարի Ռուսաստան։ Տարբեր տարիներում 150-ից մինչև 200,000 մարդ, մոտավոր թվեր եմ ասում։ Ռուսաստանում բավական խստացրել են միգրացիոն քաղաքականությունը։ Հիմա դուք պատկերացնեք, այդ մարդիկ չկարողանան գնան աշխատանքներ, ինչ են անելու, Եվրոպա են գնալու։ Ինչ են անելու Եվրոպայում։ Հիմա ամեն մի մարդ, ով գնում է արտագնյա աշխատանքներին, պետք է այս իշխանության քաղաքականությունը ասենց պրոյեկցիա անի իր վրա, ինչ է ինքը անելու։ Մարզային հանդիպումների ընթացքում գիտեք, մեզ տասնյակներով բողոքում են այդ նույն մարդիկ, ովքեր արտագնա աշխատանքի են գնում, որ են հայտարարությունների անպատասխանատու հայտարարությունները, հիբրիդային սպառնալիք եւ այլն, հետևանքը իշխանությունը չի կրում, բայց իրանք ամեն օր կրում են։ Կանգնեցնելուց սկսած, մինչև փաստաթղթերի բարդացում, մինչև վերաբերմունքի փոփոխություն։ Այսինքն Պաշտոնյան անում անպատասխանատու հայտարարություն, քաղաքացին դա իրա վրա կրում է դրա հետևանքները։ Ոնց որ պատերազմի դեպքում եղավ, ոնց որ մեր Ռուսաստանում աշխատող քաղաքացիները հայկական ամենամեծ փյուրքի իրականում, չէ՞։ Քրիստինե, հանրային դաշտում այդ վերաբերմունք Հայաստանի նկատմամբ բավականաչափ կուտակվել է։ Բավականաչափ միջև մոտ առապես վերջի մի 2-3 տարվա ընթացքում կուտակվում էր։ Ես այդ կապերը ունեմ, ես գիտեմ այդ տրամադրության մասին։ Ռուսաստանի նախագահ, այսպես ասենք, կումուլյատիվ, այսինքն լցված խնդիրները ուղղակի այս անգամ ինքը արտահայտվեց։ Այս անգամ արտահայտվեց։ Բայց իրականում հանրային ընկալման մեջ այն հանգամանքը, որ Հայաստանը միանում է Ռուսաստանի թշնամիներին, բավական խորն է։ Եվ եթե մարդիկ մտածում են, որ Հայաստանում հակառուսական տրամադրությունների գեներացիան չի բերում հակահայկական տրամադրությունների գեներացիայի Ռուսաստանում, ճարոճար սխալվում են։ Դու չես կարող ստեղ գեներացնել անընդհատ հակառուսական տրամադրություններ եւ դա նույն պրոյեկցիայով չսկսվի Ռուսաստանում։ Ռուսաստանում ավելի քան 2 միլիոն հայ է ապրում։ Եվ ամենամիս մի թիվ էլ ասեմ, ամենամիս 150-ից մոտ 200 միլիոն դոլարի տրանսֆերներ են ուղարկում իր հարազատներին։ Խիեք այս ազգը բաժանում նաև նոր բաժանարար գիծ ստեղծում այս ազգի 2 միլիոնի ու Հայաստանում ապրող փաստացի մոտ 2.5-2.7 միլիոն։ Մենակ ես մասը որ բանաձև ենք եւ ուղղակի մենք ասենք որ sense խոսում ենք, մենակ Ռուսաստանի մասին չի, Հայաստանը ռեսուրս չունի գերտերություններից որևէ մեկի հետ արճակատման, թշնամանքի ռեսուրսը մենք չունենք։ Աշխարհի որ ուժային կենտրոնը կլինի, որ գերտերությունը կլինի։ Ռեսուրս ունենք, մեր անվտանգության հարցերը լուծենք։ Որևէ մեկի հետ թշնամանալ մեզ ինչի է պետք, էլի։ Քրիստինե, հարցը մի քիչ այլ կերպ կձևավորի։ Իսկ ինչի համար։ Ինքնիշխանությունը շատ ավելի վտանգված է լինում, եթե դու ունես թշնամիներ։ Ինչքան ավելի հզոր թշնամի ունես, այնքան քո ինքնիշխանությունը ավելի է վտանգված։ Հիմա իմ հարցը հետևյալն է. հանուն ինչի եք բզում
անընդհատ։ Ինչի համար։ Երբ որ հնարավոր է, ես համոզված եմ հնարավոր է շատ իսկապես լավ մոդել ունենալ։ Շատ լավ մոդել լինել ԵԱՏՄ-ի կազմում, իսկապես փող աշխատել։ Փոքր երկրի համար մեծ շուկան դա հսկայական առավելություն է։ 150 միլիոնանոց շուկայում դու ունես մուտք։ Եվրամիության մասով եթե կարելի է մի քանի դիտարկում, նախ ես ուզում եմ շատ հստակ արձանագրել, որ խաբում են ժողովրդին։ Հայաստանը, չգիտեմ, տեսանելի 10-ամյակում, 20-ամյակում, 30-ամյակում, տեսանելի ապագայում չի կարող լինել, պարզապես չի կարող լինել, շատ օբյեկտիվ պատճառներով չի կարող լինել Եվրոպական միության անդամ ու խաբում են ժողովրդին։ Բայց ես մի հատ բան եմ հասկացել, թե ինչի այդ քարոզչական թեզը աշխատում։ Տեսեք, Եվրոպական միության այս անդամակցության թեման տակ պահելով ինչ են փորձում մարդկանց ըստ էության համոզել, բացատրել եւ մարդիկ առասարակ ինչ են հասկանում Եվրոպական միությանը անդամակցելով։ Հասկանում են վիզաների հասանելիություն։ Այսինքն բացառապես այդ շոշափելի արդյունքը դա են ընկալում։ Մենք պետքա մարդկանց շատ հստակ բացատրենք, որ վիզաների ազատականացումը նախ այս իշխանությունների օրոք ոչ միայն բավականին բարդացել է process-ը, հետնահանջ է ապրել, ահռելի հերթերը, եւ պետքա հստակ բացատրենք, որ կարելի է դրան հասնել վիզաների ազատականացման առանց Եվրոպական միության անդամ դառնալու։ Եվ իդեպ մեր նախընտրական ծրագրում էլ կա հասնել վիզաների ազատականացման, SEPA-ի իրագործմանը հասնել, այս մասով շատ հստակ է, եւ շուկայի մասով էլ։ Հիմա ինչ են ասում են, դե ԵԱՏՄ-ից դուրս կգանք, մեր համար կբացվի մի ամբողջ Եվրոպական միության շուկա, բայց մենք ինչ ունենք արտահանելու Եվրոպական միություն։ Մենք այդ ծավալները ունենք արտահանելու Եվրոպական միություն, այն ինչ որ մենք կարողանում ենք ԵԱՏՄ Իզնից լավ ոչ ոք չգիտի այն բարդությունները, որոնք կապված են Եվրոպական շուկայի հետ։ Ամեն մի ապրանքատեսակ բարդ է process-ը, չէ՞ ավելի։ Միջև սերտիֆիկացնես։ Այո։ Եվրոպական շուկայում շատ խիստ է ֆիտոսանիտարական վերահսկողությունը։ Սննդի անվտանգությունը եվրոպական շուկայում ուրիշ մակարդակի վրա է եւ պատճառը մեկն է։ Պաշտպանել այդ գործիքակազմով պաշտպանել իրենց շուկան։ Այո։ Միայն սա է։ Եվ ունեն այդ պաշտպանական մեխանիզմները։ Մի ապրանքատեսակ հանել եվրոպական շուկա լրջագույն խնդրեմ է։ Լրջագույն։ Այն տեմպով, որով դու կարող ես դա անել, մի քանի տասնյակ տարիներ է պետք։ Օրինակ, ես ինչ կանեի այս իշխանության տեղը, եթե իմ նպատակը լիներ Եվրոմիության անդամակցությունը։ Այդ ուղղությամբ կսկսեի զբաղվել։ Առանց աղմկելու, առանց խոսալու, առանց հայտարարություններ անելու, առանց Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու, այդ ուղղությամբ կաշխատեի։ Ինչ են անում իրենք։ Ոչինչ այդ ուղղությամբ չեն անում։ Հետնահանջում են։ Ուղղակի ամուկ են հանում, որը վնասում է մեր քաղաքացուն, որը վնասում է մեր հայրենակիցներին։ Սա են անում։ Էլեմենտար վիզաներից եք խոսում։ Միջև իրենց բիոմետրիկ պասպորտներ էին ստանում Հայաստանի քաղաքացիներ, հիմա դա էլ չկա։ Տենդեր ժամանակին չարեցին, ինչ որ որոշում չկայացրեցին, հիմա այդ պարտադիր պայմաններից մեկը բիոմետրիկ պասպորտներն են։ Գրանցվում էր մի ամսում հերթ։ Հիմա նույնիսկ դա չեն անում, հետնահանջ են ապրել։ Հետնահանջ են ապրել, ես չգիտեմ, գիտակցված, թե ուղղակի աշխատանքում փնթի լինելով, ճշտապահություն չկա, բայց խնդրեմը այստեղ է։ Սա շատ խորն է այս ամեն ինչը գտնվում եւ մարդկանց խափել, այո, ճիշտ եք ասում, մարդկանց խափում են, այո, էլեմենտար խափում են, sense եվրոպական, այսի եվրոռեմոնտ հասկացողությունը, չէ, մեր մոտ sense լավ է հետ է։ Ինչը եվրոպականը լավ է։ Բայց իրականում Եվրոմիությունը այսօր բավական լուրջ դեգրադացիայի մեջ է։ Բավական լուրջ։ Հիմա վերջերս ես փորձեցի մի հատ հասկանալ, թե ինչ մակարդակի է գտնվում, օրինակ թվայնացումը։ Պետական ծառայությունների թվայնացումը, քաղաքների եւ այլ։ Հիմա դու կարող ես ասել, որն է ամենից այսօր ամենից թվայնացրած քաղաքը աշխարհում։ Դուք չեք ասել մի անգամ Թալին կամ Մոսկվա։ Մոսկվան է։
Ինձ թվում է Պեկինն էլ այդ մասը։ Ես միջև այստեղ գալը մոտ 35-40 րոպե պրոբկայի մեջ է։ Իսակովը քանդել են ընդամենը մի քանի տարի առաջ էին ասֆալտ արել։ Պրոբկայի մեջ է։ Ես Մոսկվայում էի 3 օր, մոտ 3 թե 4 3 օր։ Մի հատ պրոբկայում չեղա։ Դες Մի մեր հատ պրոբկայում չեղա։ Հիմա ծաղր է իրականում, էլի խոսում ենք AI կենտրոնից, ինչ որ թվային առաջընթացից ու փողոցների վիճակը նայում ես ողբալի է։ Դուք համաձայն եք, որ բացառապես վիզաներով են փորձում գայթակղել ժողովրդին, այսինքն այս խորհուրդը բացառապես վիզաների ազատականացման ըստ էության սա համատեքստում կապ է։ չունի Ամենագրավիչ կտորը Գրավիչ կտորը է դա, հա։ Գրավիչ կտորը է եւ այո պետք է այդ ուղղությամբ գնալ։ Ընդհանրապես ինչքան ավելի մեծ հնարավորություն մեր քաղաքացիները ունենան այդ տեսանկյունից պետք է անել։ Բայց Եվրոպա գնալու համար Պրոցեսը գումար է իրենք պետք չեն ունենալ։ սկսել։ Կրկնեմ այս միտքը, իրեն ժամանակ հակառակ այս process-ը դանդաղել է։ Մենակ հերթերը, մենակ դեսպանատան հերթերը հիմա կարա հասնի տարի անգամ։ Դե Մենակ բայց այդ հերթերի հետ հերթը էլ կապված ասում են շատ են գնում դրա համար հերթը։ Չէ, շատ չեն գնում։ Դեսպանատներ կան, որ փակվել են, միջնորդական ծառայություններ են, մարդ չի կարողանում գնա գրանցվի, բան վերցնի, դեսպանատներ կան, որ բացառապես միջնորդական այդ կազմակերպություններ են, գործընթացը բարդացել է, ավելի սահմանափակել է վիզաների տրվող քանակը ու մնացած բիոմետրիկ անձնագրերն էլ արդեն ասվեցել։ Այսինքն ամեն ինչ բարդացել է իրականության մեջ։ Իդեպ մենք եթե չեմ ցալում անցած անգամ ստեղ քննարկել ենք նաև հնարավոր նոր երկաթուղային կապի մասին Ռուսաստանի հետ եւ նաև էկրանի վրա ես ցույց տվեցի 3 թե 4 օր առաջ Աբխազիայի էկոնոմիկայի նախարարը հայտարարում է որ իրենք լրջորեն տրամադրված են եւ նայում են այդ տարբերակին Աբխազիայի երկաթուղային ճանապարհը Վրաստանի հետ բացելու մասին մենք դրա մասին քննարկել ենք 2 շաբաթ առաջ 3-4 օր առաջ այդ քննարկումը եղավ նաև Աբխազիայում։ Սա պատոհան է բացվել մեզ համար։ Եվ այդ պատոհանը լրջագույն ձևով կազդի ուղղակի մեր տնտեսական հնարավորությունների վրա։ Ավելի էժան կլինի տրանսպորտային գիծը եւ նոր ճանապարհ, որը կախված չի լինելու ընդհանրապես Ադրբեջանի հետ։ Եթե իրենք փոխվեն, ես շատ մեծ վստահությամբ կարող եմ ասել, որ կարճ ժամանակում հնարավոր կլինի բացել երկաթուղային կապ Ռուսաստանի հետ, Վրաստան, Աբխազիա, Սոչի, Կրասնոդար հնարավոր է բացել։ Ավելին այդ էկոնոմիկայի նախարարը Աբխազիայի խոսում էր նաև ավտոմոբիլային ճանապարհի մասին։ Ոչ միայն երկաթուղ, այլ նաև ավտոճանապարհ։ Այսինքն Լարսի բարձրությունը մոտ 2-4 կիլոմետր է եւ ձմռանը բավական խնդիրներ լինում։ Մի նոր ճանապարհ կբացվի նաև ֆուրերի համար Ռուսաստան հասնելու։ Սա բոլորի շահերից է բխում։ Ինչքան շատ ճանապարհներ դու ունենաս, այնքան լավ է երկրի համար, չէ՞։ Այսինքն ապա շրջափակումը էս է, երբ որ նայում ես որտեղ կա շահերից չվնասել, շահերի համընկնում կա, եւ մենակ Ադրբեջանի կողմ չես նայում, էլի։ Նայում ես քարտեզան, ինչ տան Ադրբեջանի ճանապարհը 700 կիլոմետր ավելի երկար է։ 700 կիլոմետր։ Հիմա դու հնարավորություն ունես պատոհան է բացվել, ունենալ ավելի կարճ ճանապարհ, ավելի լավ որակի ճանապարհ, ավելի անվտանգ ճանապարհ Ադրբեջանից չկա։ եւ մի ճանապարհ, որը գնում է Վրաստանով, Աբխազիայով, Ռուսաստանով։ Վրաստանը որևէ քաղաքական պահանջներ չի դնում Հայաստանի նկատմամբ։ Ադրբեջանի համար սա լծակ է քաղաքական նաեւ ասես պահանջներ դնելու համար։ Այսինքն իրական ապա Վաղը մյուս օր շրջափակումը ասել են 300,000 ադրբեջանցիներ պետք է վերադառնան։ Հա, թե չէ մենք ճանապարհը կփակենք, թե չէ էս կանենք, այն կանենք։ Իդեպ լավ է եթե Ադրբեջանի ճանապարհը եւս բաց լինի, մրցակցություն կլինի։ Բայց կախված չլինես դրանից։ Բայց եթե դու մենակ այդ ճանապարհից ես կախված, ուրեմն բոլոր պահանջները հերթով դնելու են եւ լծակը լինելու է, այսա կփակենք, եթե դու սա չանես։ Այս պատժամիջոց կլինի, եթե դու սա չանես։ Հիմա իմ առաջարկը հետեւյալն է. կա հնարավորություն, օգտվեք։ Մի փչացրեք հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Լավացրեք այդ հարաբերությունը։ Ես համոզված եմ, որ դա հնարավոր է անել, ոչ թե հնարավոր է անել։ Այսպես ասենք, հատուկ չխանգարելը արդեն բավարար է, որ ամեն ինչ դեպի լավը գնա։ Չէ, ակնհայտ է, որ իրանք չեն կարող կամ չեն ուզում։ Չեմ պատկերացնում, որ Ադրբեջանից բացի այլ տարբերակ կա։ Ես կարծում եմ, որ շատ լավ պատկերացնում են եւ հրաշալի ծրագրում են իրենց բոլոր քայլերն ու գործողությունները եւ ազգային ժողովի նախագահի հայտարարությունն էլ պատահական չի, որ մեր անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է, մենք էլ Ադրբեջանի անվտանգության երաշխավորն ենք։ Չեմ կարծում, որ
լավ եմ պատկերացնում։ Ես անկեղծ ասեմ, չեմ կարծում, որ լավ եմ պատկերացնում։ Հենց լավ չպատկերացնելով այդպիսի քայլեր են անում։ Հատուկ են անում։ Հատուկ են անում։ Համաձայն եմ, որ հատուկ են անում, բայց հատուկ են անում նաև այն պատճառով, որ հաշվարկ չգիտեն։ Հաշվարկել ուղղակի չգիտեն։ Անպատասխանատու են։ Եվ մտածում են, թե էս էլ կանենք, էլի կրուցիտներով էլի դուրս կգանք իրավիճակից։ Հիմա իմ առաջարկը հետևյալն է. ցույց տալ մեր ժողովրդին, թե ինչ հետևանքներ է սա ունենալու։ Դու ոնց որ բանկա չէ, մարդը ճյուղի վրա նստած, այդ ճյուղը կտրում է։ Բարեկեցությունը մարդկանց sense գրպանի փողը, մարդկանց ընտանիքների sense լավ ապրելու հնարավորությունը իրենք ուղղակի խաթարում են անիմաստ ձևով։ Պարոն նախագահ, իսկ հնարավոր է, որ այս Եվրամիության անդամակցության թեման իրականում շղարշ է եւ իրենք պատկերացնում են, որ ԵԱՏՄ-ից դուրս են գալու ու դա փակելու են Ադրբեջանի հետ առևտրով, Թուրքիայի հետ հնարավոր բացվելիք սահմանով, այսինքն կոնկրետ տեղաշարժեր են, շատ տեկտոնական տեղաշարժեր են։ Ոչ թե ԵՄ են գնում, այլ Թուրքիա ու Ադրբեջան։ Հա, Թուրքիա ու Ադրբեջան, իրականում այսինքն դա շղարշ է եւ նույն երկաթուղու հետ կապված, որ ասում եք կա ռեալ հնարավորություն եւ չեն օգտվում այդ հնարավորությունից, արդյոք սա դրա մասին չի խոսում։ Այսինքն այդ տարբերակը կարող ենք դիտարկել։ Կարող է իրենք այդպես են մտածում, որովհետև կրկնեմ հաշվարկել չգիտեն, գիտելիքներ չունեն։ Հայաստանի եւ Թուրքիայի տնտեսությունները մրցակցային տնտեսություններ են, ոչ թե փոխլրացնող։ Չկա գյուղ արտադրանք, որը դու կարող ես արտահանել Թուրքիա կամ Ադրբեջան։ Տեքստիլ։ Դեռ գյուղից խոսանք, իդեպի եմ նաեւ գյուղից խոսում, որովհետև գյուղերում Նիկոլ Փաշինյանը ունի ամենից բարձր վարկանիշ, բայց հենց իր քաղաքականությունը քանդում է այդ մարդկանց բարեկեցությունը։ Դու չես կարող Թուրքիա արտահանել ոչինչ։ Քո գյուղ արտադրանքի որևէ տեսակ չես կարող։ Եվ Ադրբեջան չես կարող։ Ադրբեջանում էներգիան անելու է մեր գյուղատնտեսությունը։ Հակառակն է։ Այո։ Ճիշտ հակառակն է լինելու։ Թուրքիայում սուբսիդավորման մակարդակի պատճառով ընդ շատ ավելի Պաշտպանված տնտեսություն։ Պաշտպանված է իրեն շուկան, Ադրբեջանում վերջի այդ էլեկտրոէներգիան ավելի էժան է, իրենք ունեն նավթ, գազ եւ դրա հաշվին իրենց արտադրանքը մրցունակ է, միգուցե մի քիչ էլ ավել։ Ռուսաստանում շուկաներում մենք մրցակից ենք։ Գյուղատնտեսական արտադրանքի մրցակից ենք ռուսական շուկաներում։ Վարունգ, լոլիկ, Սիրան եւ ծաղիկ։ Մենք մրցակից ենք։ Մենք չենք կարողանալու իրար շուկաներից օգտվենք։ Նույնիսկ տեքստիլ այն ինչ մենք արտադրում ենք, միգուցե գինուց, կոնյակից բացի։ Ինչ որտեղ կարանք մրցակից լինենք, բայց ծավալները շատ փոքր են։ Մուսուլմանական երկրներ են եւ այսպես ասենք ալկոհոլի օգտագործման ծավալները չափազանց նեղ են։ Չես կարող համեմատել Ռուսաստանի հետ։ Ռուսաստանը մեզ համար մեր շուկայում անսպար շուկա է։ Անսպար շուկա է հատկապես ալկոհոլի համար։ Ավելի լավ շուկա ուղղակի չես գտնի։ Դա նույնն է, որ ասենք, որ մենք մրցենք Ֆրանսիայի հետ գինու արտադրության մեջ։ Կարանք մրցենք Ֆրանսիայի հետ։ Ոչ, հիմա նույնը մի շարք ոլորտներում այդ երկրների հետ։ Եթե իրենք այդպես են մտածում, եւս մի փորձանք են բերելու մեր գլխին։ Մի փորձանք բերեցին պատերազմ, փորձանք բերեցին Ղարաբաղի հարց, հիմա հերթը եկել է տնտեսական փորձանքի։ Տնտեսական փորձանքի հետն են բերել ու մեր ժողովրդի գլխին ջարդելու են։ Ջարդելուց հետո գիտեք ինչ է ասելու։ Գյուղատնտեսությունը ոչնչացնելուց հետո ասելու է մենք այո կորցրել ենք գյուղատնտեսությունը, բայց ձեռք ենք բերել մեր անկախությունը։ Նման մի թեզ Ռուսաստանից այս անգամ, չգիտեմ ումից։ Ղարաբաղի գնով ինքը ինքնիշխանություն է հաստատել։ Կասի ինքնիշխանություն ենք բանարել, որովհետև մեր գյուղատնտեսությունը կախված է եղել Ռուսաստանից, մենք ոչնչացրել ենք մեր գյուղատնտեսությունը եւ կախվածությունը վերացրել ենք Ռուսաստանից։ Այդ նույնը որ ոդկը ցաղմա կտրես։ Այ մոտարապես նույն թեզն է, ինչ որ ասում է Ղարաբաղի մասին։ Ղարաբաղի թեման ընդհանրապես այդ տեսանկյունից ինչ ասում են, մի խայտարակություն է, ոնց որ ծնողը
Այսի ես օրինակ երկու երեխա ունի, այսի մեկ երեխայի կյանքի հաշվին այն մյուս ավելի լավ է ապրելու։ Այս մի երեխան զոհաբերեմ, ավելի փող շատ կմնա, մյուսի համար երկու կոշիկ կառնեմ, չգիտեմ, մի հատ ավելի լավ շոր կառնեմ, մի հատ լավ ավելի բան ճոխ խաղալիք կառնեմ։ Մոտորապես սա է։ Սա նորմալ է։ Հայ ժողովրդի համար նորմալ է։ Կոնկրետ իմ ժողովրդի համար սա նորմալ է։ Ինձ թվում է թե ոչ։ Նորմալ չի, իհարկե, եւ կարծում եմ, որ ամենասուր արձագանքը պարոն նախագահ կարող է գտնել եւ բոլորի վրա դա ազդեցություն կունենա, եթե գազի գինը թանկանա։ Մենք նախորդ հաղորդմանը քննարկում էինք, որ ոչ միայն գազի գինը ձեր իշխանության դեպքում հնարավոր է պահպանել, այլ նաեւ հնարավոր է առհասարակ էժանացման հետ կապված բանակցություններ վարել։ Եթե կարելի է վերադառնալով էլի հանդիպման մեկ այլ դրվագի եւ ինչա քանի որ դրան հաջորդում իշխանությունների կողմից, որ ինչ է վաճառում ժողովրդի վրա, որ մենք ինքնիշխաններ ենք, ամենաշատը այդ թեզը փորձում էին ամրացնել Վլադիմիր Պուտինի կողմից հնչած հետևյալ նախադասության համատեքստում, որ Հայաստանում կան, այսպես ասած, ռուսամետ ուժեր, նրանցից մեկի ղեկավարը նաև գտնվում է կալանքի տակ եւ լավ կլինի, որ նրանք մասնակցեն ընտրություններին։ Սա արդյոք միջամտություն չի Հայաստանի ներքին գործերին։ Առհասարակ ես անկեղծ ասած չեմ հասկացել, թե ինչի հրապարակային ասվեց այս հայտարարության մասին։ Ենթադրում եմ, որ փակ հանդիպումների ժամանակ կուլիսներում ամենատարբեր հարցեր ամենատարբեր սիրությամբ կարող են քննարկվել, վստահ եմ ձեր նախագահության ժամանակ են եղել, չնայած ձեր ընկերական հարաբերություններին սուր քննարկումներին, ինչը շատ բնական է, բայց հրապարակային նման հայտարարություն անելը ինչի մասն էր առհասարակ խոսում։ Պատճառահետևանքային կապը մի հատ փորձենք հասկանալ։ Այդպիսի խոսակցություն Ռուսաստանի նախագահան այդ թեման չէր բացի, եթե չլներ Արարատ Միրզոյանի այցը Բրյուսել, հիբրիդային պատերազմի մասին այդ խոսակցությունը եւ եթե Եվրոմիությունը չհայտարարեր, որ հիբրիդային պատերազմից պաշտպանելու համար Հայաստանն ուղարկում հատուկ թիմ, փող եւ այլ։ Հրահրողը, սադրիչը այդ խոսակցության այս իշխանությունն էր։ Հիմա Ռուսաստանի աչքի առաջ եղել է Մոլդովայի օրինակը։ Հիմա Հայաստանը գնում է ճիշտ այդ ճանապարհով եւ չի թաքցնում, չէ՞։ Չի թաքցնում, սա ասենց բացահայտ հայտարարություններ են անում այդ ուղղությամբ։ Հայտարարությունները նաեւ անում են հետեւյալ իմաստով, որ ռուսական կամ ռուսամետ ուժեր են իրենք որակում ինչ որ ուժեր իրենց մասնակցությունը արգելելու համար։ Սա է չէ բովանդակությունը, որտեղից է սկսել պատճառահետևանքային կապ։ Դուք սկսում եք մի քաղաքականություն չեզոքացնելու համար այն կուսակցություններին կամ քաղաքական միավորներին, որոնք համարում են, որ Ռուսաստանի հետ պետք է ամրացնել հարաբերությունները։ Ռուսաստանի նախագահը ասաց ինչն է։ Ինչպես ժողովուրդը կարող է ազդել արտաքին քաղաքականության վրա։ Միայն ընտրությունների ճանապարհով։ Ռուսաստանի նախագահի ասածը հետևյալն է. հնարավորություն տվեք հայ ժողովրդին ընտրության ճանապարհով ընտրել այն իշխանությանը, որը միգուցե ընտրություն կատարել, թե ինքը ուր է ուզում գնալ։ Ուզում է Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ պահպանել, թե չի ուզում։ Դու եթե արգելում ես այդ կուսակցությունների մասնակցությունը, դու ընդհանրապես ժողովրդին զրկում ես արտաքին քաղաքականության ազդելու հնարավորությունից։ Այս անկյանտակը որոշման հարցը։ Այս հարցը մի ուրիշ ձևի ոնց ազդի, օրինակ ժողովուրդը ոնց ազդի, օրինակ արտ գործնախարարի վրա։ Ազդելու լծակ չունի ժողովուրդ։ Հիմա իրենք ընտրել են այս ճանապարհը, ժողովրդավարությունը ինչ է ենթադրում, որ ընտրությունների ճանապարհով ընտրվում է մի իշխանություն, որը այդ 5 տարվա համար իրականացնում է արտաքին քաղաքականությունը, ճիշտ է։ Ռուսաստանի նախագահը ասում է այդ հնարավորությունը ժողովրդին տվեք, եթե դուք ձեզ համարում եք ժողովրդավարական երկիր, թող ժողովուրդը որոշի։ Եթե ժողովուրդը որոշի, այդ հնարավորությունը տաս, ժողովուրդը որոշի, ասենց ձայնը տալ մի կուսակցության, որ ընդհանրապես
կխզի հարաբերությունները Ռուսաստանի, ընդունում ենք դա, այդ դեպքում մենք համարենք դա ժողովրդի որոշում, կհարգենք այդ որոշումը, բայց դուք արգելքներով եք դա շարժվում, հասկացաք, չէ՞, դա սա է ասել Ռուսաստանի նախագահ, սա միջամտություն է ներքին գործերին։ Հետաքրքիր է, որ երբ որ եվրոպացիներից փող են ուզում, դիտորդներ են ուզում, տարբեր հայտարարություններ են ակնկալում, դա միջամտություն չի ներքին գործերին։ Բայց երբ որ որևէ այլ երկրի ղեկավար որևէ բան է ասում, դա միջամտություն է ներքին։ Դրա համար եմ ասում, պատճառը հետևանքային Երկակի ստանդարտները։ Անդեղից սկսել են Ռուսաստանը լինելով գերպետություն, ունի իր ասենց պերիմետրով, ունի իր շահերը եւ ինքը տեսնում է, որ արեստական ճանապարհներով փորձում են չեզոքացնել նաեւ այն ուժերին, որոնք ավելի հավասարակշռված քաղաքականություն են ուզում իրականացնել։ Եթե դու հայամետ ես, եթե դու մտածում ես Հայաստանի Հանրապետության մասին եւ հայ ժողովրդի մասին, դու չպետք է քայլեր անես, որոնք հարված ետակ են դնում հայ ժողովուրդ։ Ինձ թվում է անկյունակար է այս հարցի էտա, որ դասը որն է, երբ մենք ասում ենք Հայաստանը պետք է բախումների թաթերաբեմի վերածել, նաև այս սրա հետ ենք, չէ՞։ Երբ որ դու գնում ես մեկին ասում ես արի միջամտի իմ ներքին գործերի, աշխարհակահաղական մի կենտրոնի, բնական է, որ այն մի կենտրոնն էլ ասել է, բայց ես ինչի՞ չմիջամտեմ։ Ու եթե իրականում ինչ է, Եվրոպան ունի իր թեկնածուն, Ադրբեջանը, Թուրքիան ունի իր սրտի թեկնածուն, Ռուսաստանը մտածում է, ես ինչի՞ չունենամ իմ թեկնածուն։ Այսինքն սա է վիճակը, ինչի ենք մենք ստեղ եկել։ Դու գնացել ես մեկին հրավիրել ես քո ներքին կյանք, այն մնացած ասել են, բա մենք ինչի դուրս մնացինք այս ամեն ինչից։ Իմ կարծիքը պետք է բոլոր կողմերը եվրոպացիք հետ քաշվեն, հենց եվրոպացիք այդ process-ից հետ քաշվեն։ Ռուսաստանը ինքն է հետ քաշվելու, որտեղ Ռուսաստանը ես չեմ հիշում, որ երբևէ նման կարգի հայտարարություն անել։ Սա է անկյունակարը, որ ո՞նց ենք ստեղ ասել։ Հիմա անկյունակարը հենց պատճառահետևանքային կապն է։ Իրենք հրահրել են իմիջիալոց այս իշխանություն գնաց եվրոպացիներից օգնություն խնդրեց։ Նախաձեռնությունը եվրոպացիներին չէր։ Երևի գնացել են, ասել են, Ռուսաստանը չգիտեմ ինչ է անում, եվրոպացիներին ներքաշեցին այդ process-ի մեջ, եվրոպացիներին ներքաշելը ավտոմատ բերում է Ռուսաստանի ներքաշմանը։ Մեզ դա պետք է, երկը պետք չի։ Օրինակ ես կողմնակից եմ, որ նրանք էլ հետ քաշվեն, Ռուսաստանը էլ հետ քաշվի, Ադրբեջանն էլ հանգիստ թողեն արգումենտներով, այսպես ասենք, քաղաքական ուժերը պայքարեն քվեների համար, եւ თუ հայ ժողովուրդը որոշի։ Եթե հայ ժողովուրդը որոշի, որ այս հսկայական տնտեսական ձեռքբերումները եւ տնտեսական բոլոր առավելությունները, որը ունի Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում, եթե դա հայ ժողովրդի հետ կարևոր չի հայ ժողովրդի համար, ուրեմն թող ընտրեն այլ զարգացման ճանապարհ, բայց այդ հնարավորությունը տալ առանց միջամտության։ Ի վերջո մենք երկար կարանք բանավիճենք ովքեր են ռուսամետները, արևմտամետերը, բայց ինձ թվում է մի բան հստակ է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի սրտի թեկնածուն այս ընտրություններում ԿՊՆ-ն է, էլի, Եվ բաց ասում են դրա մասին։ հայտարարում են, ինձ թվում Իմ հարաբերությունները Ալիևն էլ է մասնակցում։ Իմ հարաբերությունները Եվրոմիության հետ շատ լավ են։ Երբեք հակառուսականության խնդրեմ իրենք չեն դրել, երբեք։ Ես շատ լավ հարաբերություններ եմ ունեցել առաջնորդների հետ։ Շատ բան փոխվել նաև Եվրոպայում։ Չի եղել այդպիսի բան, երկընտրանքի առաջ երբեք չեն դրել։ Չի եղել որևէ դեպք, երբ որ իմ հետ օրինակ իմ հարաբերություններում Ռուսաստանի նախագահի հետ, մեզ ինչ որ ասեն, բայց Եվրոպայի հետ ինչի եք։ Այս կամ այն քալերան չի եղել։ Եվ Եվրոպայում երբեք չի եղել, օրինակ որ Ժակ Շիրակը ինձ ասի, բայց շատ չեք մի քիչ Ռուսաստանի հետ։ Երբ որ դու հավասարակշռված քաղաքականություն ես ստանում, երբ որ դու անտրամաբանական բաներ չես անում, որը հարցեր է առաջացնում, այդ հարցերը ուղղակի չի առաջանում։ Եթե դու այդ հիմարությունը չես անում։ Դե հիմա սրված են հարաբերությունները ռուս-ուկրաինական պատերազմից հետո, Մենք էլ պիտի sense թռնենք այդ հարաբերությունների արանքում։ Կրակի մեջ են։ Ինչի համար։ Վերջի պատասխանատվությունը առաջի դեմքի պատասխանատվությունը շատ մեծ է, իր քայլերը բերելու են խնդիրների, թե բերելու են այդ խնդիրների լուծմանը։ Ինքը հրահրում է լարվածություն, թե հակառակ համերաշխություն է բերում։ Ինքը արդեն ցույց տվեց, որ ինքը հանգիստ չի կարող մնալ։ Մի նոր փորձանք է բերել։ Ամեն ինչում ինքը պետք է հրահրի եւ ոնց որ իր ապրելու միջավայրն է, իր, չգիտեմ, նույնիսկ սա ավելի շատ տենց բիոքիմիա է հարցը։ Մարդը հանգիստ չի թողելու հայ ժողովրդին։ Այդ մարդուն հանգիստ թողնենք,
Պարոն նախագահ, ես առաջարկում եմ ամփոփենք եւ ասենք մենք ինչ ենք անելու։ Հունիսի 7-ին ընտրություններ են, մենք նկարագրեցինք ամբողջ իրավիճակը եւ կարծում եմ, որ մեր քաղաքացիների համար շատ կարեւոր է իմանալ, թե այս եղած իրավիճակում հայ-ռուսական հարաբերությունների մասով եւ առհասարակ մեր արտաքին քաղաքականության, արտաքին քաղաքականության մասով մենք ինչ ենք անելու եւ որպես, գիտեք, հավելում ես հարցի, առհասարակ այսօրվա Ռուսաստանը ինչ է ուզում Հայաստանի Հանրապետությունից, դուք ձեզ համար կարողացել եք այդ ձևակերպումը տալ, որովհետև այս իշխանությունները մատուցում են, որ իրանք ուզում են մենք դառնանք միութենական պետության անդամ, ծայրագավառ, չգիտեմ ինչ եւ այլն, այս նարատիվներով են իրանք ըստ էության առաջնորդվում եւ ժողովրդին կերակրում։ Ինչ է այսօրվա Ռուսաստանը ուզում եւ մենք իշխանության ժամանակ դուք ինչպես եք կարգավորելու այս հարաբերությունները, արտաքին հարաբերություններ եւ մասնավորապես հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ռուսաստանը ընդհանրապես ուզում է Հայաստանից ռացիոնալ քաղաքականություն։ Ոչ թշնամական քաղաքականություն։ Ռուսաստանը ուզում է փոխադարձ շահերը հարգվեն։ Սա այնքան հասկանալի ինձ համար։ Ռուսաստանը չի ուզում, որ իրեն ասեն, գիտես դու ինչքան ես ուզեմ քո հետ հարաբերություններ պահել, այնքան պահելու եմ, երբ ես մտափոխվեմ, ես թռնելու եմ ինչ-որ միտեղ։ Սա վիրավորական է։ Վիրավորական է։ Ռուսաստանը ուզում է Հայաստանից կանխատեսելի հարգալից վերաբերմունք Ռուսաստանի նկատմամբ։ Եվ ինքը պատրաստ է Հայաստանի նկատմամբ նույնպես վարել կանխատեսելի եւ հարգալից քաղաքականություն։ Այն ինչ որ եղել է միշտ։ Ես կրկնեմ, երբեք չի եղել որևէ ինչ որ ճնշման փորձ չի եղել։ Հակառակը, եւ մենք շահում ենք։ Մենք միջին 65 դոլարով ենք, դոլար գնով ենք առնում գազը Ռուսաստանից 10 տարվա ընթացքում։ Մի քանի անգամ ավելի էժան, քան այն ժամանակ այլ երկրներն էին գնում, եվրոպական երկրները։ Հիմա ես համոզված եմ, որ հնարավոր է բոլոր հարցերի շուրջ լեզու գտնել Ռուսաստանի հետ։ Ուղղակի պետք է լինել ասենց հայամետ քաղաքական գործիչ, հայակենտրոն։ Մեր շահերը այնքան են համընկնում աշխարհակաղակական առումով Ռուսաստանի շահերի հետ, իսկապես բաները եզրերը շատ են։ Մեր շուկաները իրար փոխլարացնում են, մենք փոխլարացնող տնտեսություններ ունենք։ Բնական ձևով, այսպես ասենք, մեր շահերը շատ հարցերում համընկնում են։ Ուղղակի ընդհանրապես պետք է ռացիոնալ քաղաքականություն վարել, քո շահերը ճիշտ հաշվարկել, քո ժողովրդի բարեկեցությունը հասկանալ, որտեղից է գալիս, եւ վարել հայամետ քաղաքականություն, հայակենտրոն։ Այդպես է ինքանում։ Եվ կրկնեմ, ինչքան մարդ շատ է խոսում ինքնիշխանության մասին, այնքան ուրեմն կոմպլեքսները ավելի խոր են նստած։ Իր ասենց ենթագիտակցության մեջ հասկանում է, որ ոտնահարում է այդ ինքնիշխանությունը, վաճառում է աճ ու ձախ, բայց ինքնահաստատման համար անընդհատ խոսում է ինքնիշխանության մասին։ Սա ինքնիշխանություն չի։ Սա այն է, ինչ որ դուք ասացիք, որ ասենց մեր երաշխավոր Ադրբեջանն է, չէ՞, մեր խաղաղության երաշխավորը, նման ինչ որ մի բան արտահայտություն եղավ, մի հիմարություն էր իհարկե։ Ով շատ է խոսում ինքնիշխանությունից, ունի ուղղակի բարդույթ։ Այն մարդիկ են, որոնք անընդհատ այդ ինքնիշխանությունը ուղղակի վաճառում են աճ ու ձախ, եւ այդ բարդույթը հաղթահարելու համար, այդ կոմպլեքսը հաղթահարելու համար խոսում են դրա մասին։ Ես ուրիշ բացատրություն այստեղ չունեմ։ Շատ լավ, ամփոփենք երևի, Կրիստինե, հավանեցիր ոդքասթը։ Հետաքրքիր փորձառություններ ինձ համար, ինձ թվում է բոլոր հարցերին անդրադարձանք։ Ես էլ եմ կարծում, շնորհակալ եմ, պարոն նախագահ, Կրիստինե։ Ես էլ զանեցամ, շնորհակալ։